Դե ինչ ասենք, օրեկան համարյա կրակոցների մոտ, բայց այսօրվանու փաստու են ժամը 6-ի մոտավորապես առավոտյան սկսվել է 8:05-8:10 արդեն բան արավ էլի։ Это մոտել են դախփել երեխուն սիքացել։ Գյուղի վրա էլ է կրակոցները։ Չէ, յուրա չկար։ Դե առավոտ շուտ է եղել։ Հետո ենք իմացել, որ ինչ է կատարվել։ Այդ երեք երեխու գլուխներ ցավում, կարոջ։ Ну, ցավոք սրտի այսօր վաղ առավոտյան կրակոցներ էին դիրքերում, թշնամին ինչպես միշտ, դարանակալ, ողակալ, դիվերսիոն հարձակում էր կազմակերպել մեր հենակետերից մեկի վրա, բայց փառքը պատիվ մեր զինվորներին, որոնք կարողացել են դիմակայել, դիմադրել եւ ոչ մի քայլ հետ չեն նահանջել, ոչ մի զիջում, դիրքը կարողացել են պահպանել, բայց ցավոք սրտի զոհեր ունենք եւ մենք ամբողջ գյուղից հավաքցում ենք զոհվածների ընտանիքներին, սկում ենք մեր երեխեքի մահը։ Գյուղում ճիշտ է մի քիչ ընկճվածություն զոհվածների պահով, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը նորմալ։ Առաջացա մի պահ, որ աշխարհազորայինները բարձրացան դիրքեր օգնելու, սակայն դրա հնարավորությունը չեղավ, քանի որ մեր բանակը անկոնտրոլ է, բանակը կանգնած է, զինվորականները կարողացան արագ կազմակերպել եւ ամեն ինչ նորմալ է այսօր։ Գյուղի վրա կրակոցներ չեն եղել, դիրքային կրակոցներ են եղել, խաղաղությունը դերում, ժողովուրդն էլ սովորականի նման մեր առօրյա զբաղվում են արդեն։ Անհրաժեշտության դեպքում չինարեցին կանգնած է զենք բռնելու եւ զինվորի կողքը կանգնելու համար։ Դե բնականաբար ամեն տարի նոր տարվա նախաշեմի լարվածությունը բնականաբար մեծանում է, կան ժամանակահատվածներ, որ արդեն մեր բնակչությունն էլ գիտի, բոլորը գիտեն, որ լարվածությունը բարձրանում է նաեւ գառնանային աշխատանքների վերահսկման դեպքում, աշխատանքային բերքահավաքների դեպքում դե չենք հաշվում 14, 15, 16 թվականների շոկ համարները։ Դա բնական է, բայց բոլոր դեպքերում արդեն գյուղացիները, անգամ ամենափոքրիկ երեխաները կարողանում են տարբերակել ինչ զինատեսակից են կրակում եւ պաշտպանության բոլոր կանոնները գիտեն։ Մենք կատարում ենք ուսումնական վարժանքներ դպրոցում, թե մանկապարտեզում, ապաստարաններում, տաքսոցային սենյակներում, ապահով սենյակներում երեխաներին նման դեպքերում աստված մի արած է անգամ եթե տաները տանեն գործի կան համապատասխան ապաստարաններ, որպեսզի բնակչությունը պատասխանվի։